ոստիկանությունը հերթական օպերացիան է իրականացրել Երևանում, պատգամավորի թիկնապաններին էին բերման ենթարկել եւ 2 ժամ հետո բաց թողել։ Նախ ես ուզում եմ հասկանալ, ինչ մեխանիզմով է դա իրականացվում, ինչ որ ահազանգ է ստացվում, որովհետեւ երբ որ բերման է ենթարկվում եւ բարձում է, որ դա այդպես չէ, նույնը նաեւ Գյումրու քաղաքապետի տեխնատու վարչապետի բարակայում է եղել։ Այստեղ արդեն հասկացում եմ, որ կա կոնկրետ քաղաքական ինչ որ մեսեջ ուղղված, ոչ թե իրավապահ որովհետեւ երբ դուք օպերատիվ տվյալների սխալ եք տիրապետում, դուք նկատություն եք մասնավորապես դուք այդ համակարգը, հետևաբար ստացվում է, որ իրականացում է մասկի շոու։ Ես վստահաբար կավելացնեք, ամեն անգամ նույն մարդկանց բռնում եք, օպերատիվ տեղեկություն ունենալով իբր ապօրինի զենք կա, տանում եք, տեսնում եք ապօրինի զենք չկա, բաց եք տոնում։ Հիմա կամ օրենքի բացում եք, որ չգիտեք ոնց Խաչատուր Սուքիասյանները եք, Արթուր Վանեցյանին ուղղակի մեքենան արդեն 5-րդ անգամ նույն զենքով տանում եք։ Կամ ձեր օպերատիվ բլոկը լավ չի աշխատում, ձեզ սխալ ազեկուցում, կամ ուղղակի ասկիշով եք, ինչպես գործընկեր ես ասել։ Ինչ եք անում։ Նախ դուք ձեր մոտեցումներով նաև այսպես ասեմ, հերքեցիկ փայլակի մոտեցումը, որ կա որոշակի քաղաքական նաև հետապնդում, որոշ անձանց նկատմամբ, որովհետև ոստիկանության համար, եթե կա օպերատիվ տվյալ զենք զինամթերքի արկայության կամ թմրամիջոցի օգտագործման կամ ցանկացած այլ իրավախախտման մասով չկա որևէ տարբերություն, թե տվյալը որ անձի մասով է ստացվում։ Եթե տվյալը կա, բնականաբար այդ տվյալը պետք է իրացվի։ Տվյալի իրացման արդյունքում կարող է հաջողություն գրանցվել, այսինքն տվյալը կարող է լինել ռեալ, բայց տվյալը կարող է լինել նաև վերջնարդյունքում ոչ հավաստի, բայց այդ տվյալը, ամեն անգամ այդպես չի լինում։ Քանի անգամ եք ապօրինի զենք բռնել, օրինակ Խաչատուր Սուքիասյանին կամ Արթուր Վանեցյանին ուղեկցող մեքենաներում։ Մի դեպք ասեք, որ ապօրինի է։ Դուք տանում եք անհատականացման, ես բերում եմ ընդհանրական մոտեցումների դաշտ։ Մի անձի դեպքում կարող է դա հաստատվել, մյուս անձի դեպքում կարող է դա չհաստատվել, բայց այն, որ ոստիկանությունը պետք է որևէ օպերատիվ տվյալ չիրացնի, դա ուղղակի անընդունելի մոտեցում է։ Այդ գործը ով է, մի հատ ասեք իմանանք էլի։ Այսքանը այս հարցի Հիմա ես օպերատիվ տվյալ ունեմ, Կառավարման ինստիտուտի բանալիք։ Օպերատիվ տվյալների մասով հարգելի Վահե, դրանք ամբողջը գաղտնի փաստաթղթավորման տրամաբանության մեջ։ Ես օպերատիվ տվյալները, որ ձեզ ուղեկցող մեքենայի մեջ ապօրինի զենք կա, հենց հիմա որ դուս կասեք, ձեր դիմակավորված տղերքը կան, ասֆալտին փռան ձեր Ինձ ուղեկցող մեքենայի մեջ այո, կա զենք, բայց դրանք օրինական են, որովհետև պետական պահպանության ծառայություն։ Շնորհակալություն, որ ապօրինի է։ Խնդրեմ։ Տիկին նախարար, իմ հարցը վերաբերում է Կարմիր Բերետավորի հայտնի արտահայտությանը, որ քաղաքացուն անգլին անհետեթ պահանջ էր ներկայացրել աչքերը մեջբերում չկլորցնելու հետ կապված։ Դուք նշեցիք, որ ծառայողական քննությամբ զբաղվեք եւ պատիժ կրկնի, բայց մեկնից ինձ վերջերս փոխանցեցին, որ նա ազնվորեն զղջացել է եւ մեկնեն ստեյցիան դուք որոշել եք նրան չպատժել, բայց չեք կարծում, որ սա արդեն ստեղծում է իրավիճակ, որ մյուս ծառայողները արդեն այլ խախտումներ անելուց արտոնյալ կզգան, որովհետև կտեսնեն, որ գործընկերը չի պատժել։ Անկեղծ կլինեմ, չեմ կարծում, որովհետև ցանկացած իրավախախտման դեպքում պիտի գնահատենք ընդհանուր իրավիճակը, իրավախախտման բովանդակությունը, իրավախախտի վարքագիծը այդ իրավախախտման առնչությամբ, ինչպիսի մոտեցում ունի, խոստովանում է, որ կատարել է որոշակի էթիկական կանոնների խախտում, թե չի խոստովանում, եւ տվյալ իրավիճակում ես ասուլիսի ժամանակ էլ նշեցի, որ իրականացվում է ծառայողական քննություն, ծառայողական քննությամբ այո, ֆիքսվել է, որ կա էթիկայի կանոնի խախտում տվյալ արտահայտության կիրառմամբ, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ աշխատակիցը կարգապահ որպես այդպիսին աշխատող է հաշվի առնելով կենսագրությունը, անկեղծորեն խոստովանել եւ զղջացել է, որ այդպիսի վարքագիծ է ցուցաբերել տվյալ իրավիճակում, օրենքը թույլ է տալիս նմանատիպ ծառայողի նկատմամբ սկզբում ֆիքսել, այսինքն սա շատ հստակ է, ֆիքսել ենք, որ կա խախտում։ Իսկ կարգապահական տույժի կտորը դա արդեն ըստ իրավիճակի պետք է գնահատվի։ Կարծում եմ, որ ձեզ համար կարևոր է հասկանալ, որ ծառայողական քննությունով ֆիքսվել է, որ կա խախտումը, բայց հաշվի առնելով անձի վարքագիծը եւ անձի ընդհանուր կենսագրականը որոշվել է այս անգամ չկիրառել կարգապահական տույժի տեսքով կոնկրետ նկատի ունեմ, բայց եթե հետևեք նաեւ ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչության մեր հայտարարություններին, տարբեր ամփոփումներին, նաեւ ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի տարբեր արդյունքներին կնկատեք, որ շատ են այնպիսի ծառայողներ, որոնց որ ըստ իրավիճակի արդեն
կոնկրետ կարգապահական տույժեր են նշանակվում կամ աշխատավարձային պահումների որոշակի տեսքով կամ նկատողության, խիստ նկատողության կամ ընդհանուր մինչև ծառայությունից ազատման տեսքով։ Այսինքն ըստ իրավիճակի պիտի գնահատականը տանք Նարեկ ջան, որովհետև այլև այլ դեպքում ստացվում է, որ մի ընդհանուր գծով, մի կանոնով պիտի բոլորին վերաբերենք եւ արդարության բաղադրիչը այդտեղ բնականաբար չի լինի։